Ողջույն, ես Էքոն Չոլակյանն եմ։ Այսօր ես կներկայացնեմ ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը տեղյակ է սիբիրյան մագմատիկ փետուրի վտանգի մասին։ Ավելին, ես կբացահայտեմ նրանց ընտրած գործողությունների ռազմավարությունը։ Հիշեցնեմ, որ սիբիրյան մագմատիկ փետուրը տաք մագմայի վերընթաց հոսք է, որը բարձրանում է երկրի միջուկից դեպի Սիբիրի տակ գտնվող երկրակեղևի սահմանը։ Այս փետուրի պայթյունը, որը չափերով համեմատելի է Ավստրալիայի հետ, ոչ միայն աղետալի է Ռուսաստանի համար, այլև կարող է առաջացնել գերարաբուխների պայթյունների շղթայական ռեակցիա ամբողջ մոլորակի վրա, ինչը, ի վերջո, այն կդարձնի ոչ պիտանի կյանքի համար։ Իմ նախորդ տեսանյութերում ես հնչեցրել եմ մի շարք անհերքելի փաստեր, որոնք մատնանշում են փետուրի ակտիվացումը, ինչը կարելի է հեշտությամբ ստուգել նույնիսկ ռուսական աղբյուրների օգնությամբ։ Այս տարիների ընթացքում ես և Ալլատրայի կամավորները փորձել ենք ուշադրություն հրավիրել սիբիրյան փետուրի սպառնալիքի վրա։ Ավելին, մենք բազմիցս հնչեցրել ենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այս սպառնալիքի դեմ պայքարելու և մարդկանց կյանքերը փրկելու համար։ Ես անձամբ դիմել եմ բոլոր ռուսաստանցիներին, ներառյալ իմ ռուս գիտնական գործընկերներին և Ռուսաստանի նախագահին։ Ես հույս ունեի, որ գիտությունը, ողջամտությունը և մարդկայնությունը կհաղթահարեն քաղաքական խաղերը։ Այսօր ես կպատմեմ այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի կառավարությունը որոշել օգտագործել այս ճշմարտությունը սիբիրյան մագմատիկ փետուրի մասին։ Սկսենք հենց սկզբից։ Ձեզանից շատերը հավանաբար տեղյակ են, որ 2021 թվականին պարոն Շոյգուն, ով այն ժամանակ դեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր, ներկայացրեց Սիբիրի զարգացման հավակնոտ ծրագիր։ Դրա հիմնական շեշտը դրվում էր Սիբիրում ժամանակակից միլիոնանոց քաղաքների կառուցման վրա, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական կենտրոնների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունների և համալսարանների շուրջ։ Շատ էր խոսվում Սիբիրի զգալի գիտական, արդյունաբերական և տրանսպորտային ներուժի մասին։ Սա, իհարկե, զարմանալի չէ։ Հիշեցնեմ, որ հենց Սիբիրում են կենտրոնացած Ռուսաստանի հսկայական բնական հարստությունները։ Միայն արևելյան Սիբիրի տարածքում է արդյունահանվում ռուսական ածուխի մոտ 80%-ը, 37% ոսկու պաշարները, 97% պլատինոիդները և շատ այլ օգտակար հանածոներ։ Սիբիրը ոչ միայն ապահովում է արժեքավոր մետաղների արդյունահանման մեծ մասը, նիկելից և պղնձից մինչև ոսկի և արծաթ, այլև պահպանում է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 20%-ը։ Ակնհայտ է, որ Սիբիրի լայնածավալ զարգացումը ռազմավարական կարևոր քայլ էր Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական աճը ապահովելու համար։ Եվ այստեղ ես ուզում եմ նշել մի կարևոր կետ։ Այս ծրագիրը մշակվել է ավելի քան 10 տարի առաջատար փորձագետների մասնակցությամբ, ակտիվորեն լոբբինգ է իրականացվել, ներկայացվել է Ռուսաստանի նախագահին և արդյունքում աջակցություն է ստացել։ Այնուամենայնիվ, 2023 թվականի հունվարին Ռուսաստանի կառավարությունը անսպասելի և, կարելի է ասել, ցնցող քայլ կատարեց, հաստատելով զարգացման նոր ռազմավարությունը։ Այս ռազմավարության հիմնական եզրակացությունը ձեզ համար բավականին հետաքրքիր կլինի։ Դա կայանում է նրանում, որ Ռուսաստանի կառավարությունն այլևս դադարեց դիտարկել Սիբիրը որպես զարգացման հեռանկար ունեցող տարածաշրջան։ Փոխարենը, այն ուղղեց իր ուշադրությունը Արկտիկայի և Ռուսաստանի հեռավոր արևելքի զարգացման առաջնահերթությունների վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ Սիբիրը Ռուսաստանի սիրտն է, նրա ռեսուրսների բազան և նրա ներուժը։ Որքանով է այդ որոշումը տրամաբանական ձեզ համար։ Այդ հայտարարություններին հաջորդել են կոնկրետ գործողություններ, որոնք ռազմավարական հետևանքներ ունեն երկրի համար։ Օրինակ, 2024 թվականի ապրիլին ռուսական արդյունաբերության հսկան Նորնիկել ընկերությունը, որն աշխարհում նիկելի և պալադիումի խոշորագույն արտադրողն է, հայտարարում է Սիբիրում իր պղնձի գործարանի փակման և Չինաստան տեղափոխելու մասին։
Սա պարադոքսալ է թվում, քանի որ վերջերս 2023 թվականին նույն ընկերության հիմնական բաժնետերերից մեկը խոսեց Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից Սիբիր տեղափոխելու հեռանկարի մասին։ Ինչ կասեք այս հակադրության մասին։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական «Ռուսալ» ընկերության հիմնադիրը, որն աշխարհում առաջնային ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկն է, բանակցություններ է վարում Միջինասիական Հանրապետություններում, ինչպես նաև Աբխազիայում, մեծ հանքարդյունաբերության ավազան ստեղծելու նպատակով։ Մինչ այդ նա նախատեսում էր իրականացնել այս նախագիծը Սիբիրում, այս եւ այլ գործոնները վկայում են Սիբիրից հստակ հեռանալու մասին։ Ավելին, հենց այս տարի ռազմավարության փոփոխության մասին լուրերը սկսեցին լայնորեն հայտնվել ռուսական տարբեր լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները սկսեցին տարածել այն գաղափարը, որ այժմ Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է Արկտիկան վերածել աշխարհի ամենամեծ հատուկ տնտեսական գոտու։ Հիմա թույլ տվեք հարցնել ձեզ. ձեր կարծիքով, ի՞նչն է նրանց դրդել այդքան հանկարծակի հրաժարվել Սիբիրի զարգացումից։ Հիշեցնում եմ, որ այս ծրագիրը մանրակրկիտ մշակվել է բարձրակարգ մասնագետների կողմից ավելի քան 10 տարի շարունակ։ Դա լայնածավալ, երկարաժամկետ ծրագիր էր, որի մեջ ներդրվել էին հսկայական ռեսուրսներ և մեծ հույսեր։ Եվ հանկարծ, կտրուկ շրջադարձ։ Ինչու այն փոխարինել նոր ռազմավարությամբ, որը ըստ որոշ ռուս տնտեսագետների և վերլուծաբանների նման է ոչ թե ռազմավարական կենսական տարածաշրջանի զարգացման լուրջ ծրագրի, այլ վատ գրված ուսանողական ռեֆերատի, որը ներկայացվել է վերջին պահին։ Ինչը ստիպեց նրանց այդքան հապճեպ փոխել իրենց ծրագրերը։ Պատասխանը պարզ է, նրանք գիտակցել են սիբիրյան մագմատիկ փետուրից բխող սպառնալիքի իրականությունը։ Մագմատիկ փետուրն այժմ ուղղակիորեն բարձրանում է հենց այն տարածքի տակ, որը թիրախավորված էր նախկինում հաստատված զարգացման ռազմավարությամբ և որը նրանք այժմ լքում են։ Արդեն 2014 թվականին Ալլատրայի կլիմայական զեկույցի փակ հատվածը պարունակում էր փաստեր սիբիրյան փետուրի վտանգի մասին, և այդ տեղեկությունը փոխանցվել էր ռուս պաշտոնյաներին։ 2021 թվականից սկսած մենք, Ալլատրայի կամավորների հետ միասին, սկսեցինք հրապարակայնորեն զգուշացնել սիբիրյան փետուրի սպառնալիքի մասին։ Հասկանալի է, որ ռուսական իշխանություններն արել են իրենց հաշվարկները, որոնք հաստատել են այն եզրակացությունները, որոնց մասին Ալլատրայի մասնագետները նախազգուշացրել էին դեռ 2014 թվականին։ Դա է դարձել շրջադարձային կետը։ Նրանք որքան հնարավոր է, կարող են հերքել այս ամենը, բայց նրանց գործողություններն ինքնին խոսուն են։ Նրանք առնետների պես փախչում են խորտակվող նավից։ Նրանք լքում են Սիբիրն ու Սիբիրի բնակիչներին, փակում և տեղափոխում են բազմամիլիարդանոց նախագծերը, հույս ունենալով պահպանել իրենց ակտիվներն ու կապիտալը երկրի ամենահեռավոր անկյուններում կամ նույնիսկ արտերկրում, որքան հնարավոր է Սիբիրից հեռու։ Բայց գիտեք, թե որն է ամենասարսափելին։ Ռուսաստանի բնակչությունը դեռ տեղյակ չէ իրական ռիսկերի մասին։ Խնդիրը ազնվորեն լուծելու փոխարեն իշխանությունները դիմում են քարոզչության։ Նրանք ասում են, որ Սիբիրն իբր անհեռանկար տարածաշրջան է, բայց միևնույն ժամանակ ցանկանում են, որ մարդիկ շարունակեն ապրել և աշխատել այստեղ։ Դուք կհարցնեք, թե ինչու։ Քանի որ առայժմ նրանք հնարավորություն ունեն կորզել ռեսուրսները Սիբիրից և փողը դնել սեփական գրպանը։ Խնդիրը լուծելու և վերահսկվող գազազերծում իրականացնելու փոխարեն նրանք իրենց կապիտալն ու ներդրումները տեղափոխում են երկրի ծայրամասեր։ Այժմ հասկանում եք, թե որտեղից է զարգացման նոր պլանում հայտնվել այդպիսի շեշտը հեռավոր Արևելքի և Արկտիկայի վրա։ Իսկ հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այս հանցավոր որոշման հետ։ Մենք հասկանում ենք ձեր տրամաբանությունը։ Դուք հույս ունեք, որ սիբիրյան փետուրը կժայթքի աստիճանաբար, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունեցել 250 միլիոն տարի առաջ։ Դուք հուսով եք, որ այն, ինչպես նախկինում, դանդաղ կհոսի ողջ տարածքով, չհասնելով ծայրամասերին, ուր որ դուք փախչում եք ձեր կապիտալով հանդերձ։ Բայց ձեր հաշվարկներում դուք անտեսել եք մի կարևոր գործոն։
Վերջին ժայթքումից հետո տեկտոնական սալի կառուցվածքը կտրուկ փոխվել է, ես դա արդեն նշել եմ, բայց ևս մեկ անգամ կընդգծեմ, նախորդ ժայթքումները 250 միլիոն տարի առաջ թափանցեցին ամբողջ սալի միջով և ամրացրել են այն սիբիրյան տրապներով։ Արդյունքում, արևելյան Սիբիրյան կրատոնի կառուցվածքը կարծրացած մագմայի պատճառով դարձել է միաձույլ և ամուր։ Հետևաբար, այժմ, բացի տարածաշրջանի աստիճանական ժայթքման և դանդաղ ոչնչացման սցենարից, գոյություն ունի երկրորդ, շատ ավելի վտանգավոր սցենարը։ Դա հսկա պայթյունն է, հավանականությունը, որ սալը, հասնելով ամրության սահմանին, միանգամից կպայթի, կազմում է 55%։ Եվ դուք շատ լավ գիտեք այդ սցենարի մասին։ Չէ՞ որ ձեր հաշվարկները, ինչպես արդեն հասկացանք, համընկնում են մեր հաշվարկների հետ։ Երկրի ծայրամասերում գոյատևելն անհնար է, նույնիսկ աստիճանական ժայթքման դեպքում, որի հետ դուք այդքան հույսեր եք կապում։ Կարևոր է հասկանալ, որ նույնիսկ մագմայի դանդաղ արտահոսքի դեպքում երկրի կենսոլորտը կենթարկվի գլոբալ դեգրադացիայի։ Այս գործընթացը կարող է աստիճանաբար զարգանալ, բայց դրա հետևանքները անխուսափելիորեն կհանգեցնեն մոլորակի ողջ կենդանի կյանքի զանգվածային ոչնչացմանը։ Ամենահավանական սցենարը մագմատիկ փետուրի հանկարծակի բեկումն է երկրակեղևի միջով, որը կառաջացնի անմիջական և աղետալի ժայթքում։ Ենթադրվում է, որ Սիբիրյան փետուրի նման ժայթքման ժամանակ մոխրի մահացու արտամետումը, որն անհնարին կդարձնի շնչելը, կընդգրկի մոլորակի կեսը։ Սա մեզ բոլորիս, ողջ մարդկությանը, կդատապարտի մահվան։ Կա արդյոք երրորդ սցենարը։ Այո, կա։ Դա վերահսկելի գազազերծումն է, սա ռիսկերն էապես նվազեցնելու և մարդկանց կյանքերը փրկելու միակ միջոցն է։ Իհարկե, գազազերծումը չի բացառում բոլոր վտանգները։ Վերահսկելի գազազերծման ժամանակ վատագույն սցենարը կլինի գործընթացի նկատմամբ վերահսկողության կորուստը, ինչը կարող է հանգեցնել կոտրվածքների և մագմայի աստիճանական արտազատմանը։ Բայց նույնիսկ այդ դեպքում հետևանքներն անհամեմատելի կլինեն, հենց նոր իմ կողմից նկարագրած երկու աղետալի սցենարների հետ։ Գազազերծման հենց առաջին փուլերում մագմատիկ փետուրի ներսում ճնշումը կսկսի նվազել, ինչը կբացառի ժայթքման պայթուցիկ բնույթը։ Նույնիսկ եթե գործընթացը դուրս գա վերահսկողությունից, դա կլինի մագմայի դանդաղ և կառավարելի ելք, որը չի հանգեցնի ակնթարթային աղետի։ Գազազերծման նույնիսկ ամենավատ սցենարը, միևնույն է, ավելի լավն է, քան վերը նկարագրված աղետալի սցենարներից որևէ մեկը։ Այո, Սիբիրը կտուժի, սակայն Ռուսաստանի ծայրամասերը կմնան անձեռնմխելի։ Անգամ ամենաանբարենպաստ իրավիճակում երկրի միայն 30%-ը կտուժի։ Եթե գործընթացը ընթանա առանց բարդացումների, տուժած տարածքը կկրճատվի մինչև ուղղակի 5-ից 7% կամ առավելագույնը 10%։ Վերահսկելի գազազերծումը նվազագույնի կհասցնի մարդկությանը հասցված վնասը և երկրի վրա կյանքը պահպանելու իրական հնարավորություն կընձեռի։ Ձեզ մոտ, հավանաբար, հարց է առաջացել. այդ դեպքում ինչու են Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում վերահսկելի գազազերծում իրականացնել, եթե դա սպառնալիքը վերացնելու իրական միջոցն է։ Պատասխանը, ցավոք, պարզ է, անձնական շահից ելնելով։ Եթե նրանք սկսեն գազազերծումը, ապա դա կպահանջի միլիոնավոր մարդկանց տարանում ռիսկային գոտուց, իսկ դա իր հերթին կհանգեցնի շահույթի դադարեցմանը, որը բերում են այդ տարածքներն ամեն օր։ Իշխանությունների համար դա նշանակում է հսկայական ֆինանսական կորուստներ։ Աղետը դեռ տեղի չունեցած, նրանք արդեն ստիպված կլինեն կրել վնասները։ Արդյոք նրանք կհամաձայնեն։ Իհարկե ոչ։ Անձնական եկամուտը հաղթում է ողջամտությանը։ Նրանք չեն իրազեկի բնակչությանը և կշարունակեն ապատեղեկատվություն տարածել մինչև վերջ։ Արդեն հիմա նրանք սկսում են պնդել, որ Սիբիրի հարստությունը դա իբրև ոչինչ է, և որ ծայրամասերում, օրինակ Արկտիկայում, ամեն ինչ շատ ավելի լավ է, բայց դա երեսպաշտություն է։ Չէ՞ որ հենց Սիբիրն է միշտ եղել Ռուսաստանի հպարտությունը, նրա ռեսուրսային բազան, որը հարստացրել է այդ երկիրը և վերածել է այն գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողի։ Իսկ հիմա նրանք հրաժարվում են դրանից, հայտարարելով, որ Սիբիրն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում։
Բայց Սիբիրից հրաժարվելը նշանակում է նաև մերժել գազազերծումը։ Նրանց համար անձնական եկամուտը ամենակարևորն է, ավելի կարևոր, քան իրենց քաղաքացիները, ավելի կարևոր, քան ամբողջ աշխարհի քաղաքացիները եւ ավելի կարևոր, քան մարդկության ապագան։ Ես կրկին դիմում եմ Ռուսաստանի իշխանություններին, ասացեք ինձ, դուք իսկապես պատրաստ եք խաղալ այս մահացու ռուսական ռուլետկան։ Պատրաստ եք արդյոք խաղասեղանին դնել ամբողջ մոլորակի կյանքը միայն այն պատճառով, որ չեք ցանկանում զբաղվել պլանավորված վերահսկելի գազազերծմամբ, որն ի վիճակի է վերացնել մոլորակային սպառնալիքը։ Մենք ինչ է, հիմա բոլորս պետք է մեռնենք ձեր բթամտության պատճառով։ Իսկ ձեր բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ որոշումն արդեն կայացված է, եւ ձեզնից ոչ մեկը չի պատրաստվում զբաղվել վերահսկելի գազազերծմամբ։ Եթե իսկապես ցանկանայիք անել դա, դուք կներգրավեիք մասնագետների լայն շրջանակ, ներառյալ օտարերկրացիների, ովքեր ունեն վերահսկելի գազազերծման փորձ, բայց դուք դա չեք անում։ Փոխարենը, դուք ընտրել եք լռության, ճշմարտությունը ճնշելու եւ սպառնալիքի առկայությունը ժխտելու ճանապարհը։ Եթե սպառնալիք գոյություն չունենար, ցանկացած adekvat կառավարություն ձեր տեղում կհրավիրեր միջազգային հանձնաժողով, որպեսզի բոլորը կարողանան դրանում համոզվել։ Բայց ինչ ենք մենք տեսնում։ Ռուսաստանը ոչ միայն չի հրավիրում միջազգային փորձագետների, այլև ակտիվորեն դուրս է բերում իր ակտիվները Սիբիրից։ Սա չափազանց ցուցադրական է։ Ձեր բոլոր գործողությունները, թե նրանք, որոնք ես արդեն թվել եմ, եւ թե նրանք, որոնք մնացել են կադրից դուրս, վկայում են այն մասին, որ Սիբիրի վերաբերյալ ձեր հաշվարկները համընկնում են մեր հաշվարկների հետ։ Եվ դուք շատ լավ հասկանում եք, որ սպառնալիքն իրական է, եւ այն անխուսափելի է։ Եթե Սիբիրի հետ ամեն ինչ կարգին է, ապա ինչու եք լքում Սիբիրը եւ գործում ի վնաս ձեզ։ Այն փաստը, որ դուք սկսում եք գործել ձեր սեփական շահերին հակառակ, վկայում է միայն մեկ բանի մասին, որ դուք արդեն ընդունել եք սիբիրյան մագմատիկ փետուրի վերաբերյալ բացասական սցենարները որպես անխուսափելի։ Եվ վճռական քայլեր ձեռնարկելու, աղետը կանխելու եւ ձեր քաղաքացիների կյանքը փրկելու փոխարեն, դուք այլ ճանապարհ եք ընտրում։ Դուք սկսել եք վերանայել երկրի զարգացման ռազմավարությունը, արգելափակել տեղեկատվական ալիքները եւ փակել բոլոր նրանց բերանները, ովքեր փորձել են ճշմարտությունը փոխանցել, այդ թվում ալլատրայի կամավորներին ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում։ Նկատի ունեցեք, որ 2023 թվականի հունվարին, երբ ակնհայտորեն ստացաք ձեր սեփական հաշվարկները, որոնք համընկնում էին մեր հաշվարկների հետ, որոշում կայացրեցիք հեռանալ Սիբիրից, եւ նույն 2023 թվականին մեր գիտնականներին եւ ալլատրայի կամավորներին շնորհակալություն հայտնելու փոխարեն, նրանց նկատմամբ սկսվեցին դաժան հալածանքներ։ Ինչ նպատակով։ Որպեսզի մարդիկ չհասկանան ճշմարտությունը եւ որպեսզի խուսափեք զանգվածային խուճապից Ռուսաստանում եւ որպեսզի աշխարհը երբեք չիմանա ճշմարտությունը։ Ալլատրայի կամավորների նկատմամբ հալածանքները սաստկացան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում, հենց FSB-ի գործակալներն էին կազմակերպել Ուկրաինայում ալլատրայի կամավորների հետապնդումները, ներգրավելով անգամ Ուկրաինայի անվտանգության ծառայություններին։ Օրենքի համաձայն գործելու փոխարեն այդ ծառայությունները սկսեցին ամերիկյան կազմակերպության հետապնդումները։ Սա ակնհայտ հարց է առաջացնում։ Ուր են գնացել ամերիկացի հարկատուների փողերը այս տարիների ընթացքում, եթե Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ի վերջո կատարել է Ռուսաստանի FSB-ի հրահանգները։ Դուք Կրեմլում մստած սարսափում եք, որ հանրությանը հայտնի կդառնա սիբիրյան մագմատիկ փետուրի մասին ճշմարտությունը։ Տոտալ վերահսկողության եւ ճշմարտությունը լրացնելու ձեր քաղաքականությունն անընդհատ ուժեղանում է, հետևողականորեն գրավելով նորանոր ոլորտներ միջազգային տեղեկատվական տարածությունից մինչև ներքին գիտական միջավայր։ Ռուսաստանում FSB-ն արդեն վերահսկում է գիտնականներին։ Նոր օրենքը, որը ռուս գիտնականներին պարտավորեցնում է FSB-ի հետ համաձայնեցնել ցանկացած նոր համագործակցություն իրենց արտասահմանյան գործընկերների հետ, միայն հաստատում է դա։ Սա այլևս պարզապես գրաքննություն չէ, այլ իրական սպառնալիքը թաքցնելու ձեր եսասիրական ներգրավվածության բացահայտ ընդունումը։ Սա ոչ թե պարզապես անպատասխանատու է, այլ հանցավոր է առաջին հերթին ձեր սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնց դուք խաբում եք։
Նայեք ձեր առջև գտնվող էկրանին։ Դուք կտեսնեք ռուսական քաղաքների անունները, որոնք ամբողջությամբ կկործանվեն առաջին րոպեների և ժամերի ընթացքում Սիբիրյան փետուրի պայթյունի դեպքում։ Դրանց թվում են նաև խոշոր քաղաքները Կրասնոյարսկը, Տոմսկը, Սուրգուտը և Նորիլսկը։ Սրանք քաղաքներ են, որտեղից դուք Ռուսաստանի իշխանությունները առատաձեռնորեն եկամուտ եք ստանում ձեր սեփական ժողովրդի հաշվին։ Դուք խաբում եք այս մարդկանց։ Դուք նրանց ասում եք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում և հրահանգում եք չանհանգստանալ, ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին և ծննդաբերել նորերին։ Դուք գիտակցաբար տանջալից մահվան եք դատապարտում նրանց բոլորին։ Միլիոնավոր կյանքեր, ամբողջ քաղաքներ և տարածաշրջաններ։ Դուք այս ամենը զոհաբերում եք միայն ձեր իշխանությունն ու հարստությունը պահպանելու համար։ Միթե դուք կարծում եք, որ մենք սա չենք տեսնում։ Մենք ամեն ինչ տեսնում ենք։ Ձեր կատարած յուրաքանչյուր քայլ, ամեն մի լրակյաց որոշում, ամեն ինչ խոսում է մեկ բանի մասին՝ մարդկային կյանքը ձեզ համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Հիմա ես ձեզ ուրիշ բան կասեմ, մի բան, որ դուք, ըստ երևույթին, չգիտեք։ Դուք չէիք կարող դա կանխատեսել կամ հաշվարկել տեղեկատվության և մասնագիտական կոմպետենտության պակասի պատճառով։ Նույնիսկ առանց Սիբիրյան փետուրի սպառնալիքի, մենք կանգնած ենք ևս մեկ այլ, էլ ավելի մեծ վտանգի առջև։ Սա սպառնալիք է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որը հնարավոր չէ անտեսել։ Խոսքս միկրո և նանոպլաստիկի մասին է, որն արդեն ներթափանցել է մեր մոլորակի բոլոր անկյունները։ Այն գտնվում է օդում, որը մենք շնչում ենք, ջրում, որը մենք խմում ենք, և սննդի մեջ, որը մենք ուտում ենք։ Նանոպլաստիկը պարզապես աղտոտիչ չէ, այն մարդածին գործոն է, որն արդեն ազդում է մեր առողջության և ապագայի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրա կուտակումը մարդու մարմնում ուղղակիորեն կապված է աուտիզմով ծնված երեխաների թվի աճի հետ։ Եթե մենք ոչինչ չանենք դրա դեմ, ապա ընդամենը մի քանի սերունդների ընթացքում աշխարհում յուրաքանչյուր երկրորդ երեխան կարող է ծնվել աուտիզմի սպեկտրի խանգարումով։ Սա կանխատեսում չէ, այլ այն իրականությունն է, որի հետ մենք ստիպված կլինենք առերեսվել։ Ավելին, միկրո և նանոպլաստիկը խախտում են ջրի հավասարակշռությունը, էլ ավելի տաքացնելով արդեն մահացող օվկիանոսը։ Արդյունքում օվկիանոսը թթվածին արտադրելու փոխարեն սկսում է CO2 արտանետել։ Այս արտանետումները արդեն իսկ ապակայունացրել են մթնոլորտի ջրային հավասարակշռությունը, և այս գործընթացը միայն կուժեղանա։ Ջրի փոխանակման խաթարումը անխուսափելիորեն կհանգեցնի գազի փոխանակման խաթարման, առաջացնելով թթվածնի աստիճանական անհետացումը։ Սա կխթանի մարդկության դեգրադացիայի անդառնալի գործընթացները։ Գիտական ապացույցները հաստատում են անմիջական կապը CO2-ի կոնցենտրացիայի և զարգացման խանգարումների միջև։ Թթվածնային անբավարարությունը և թթվայնության բարձրացումը մարմնում հրահրում են նեյրոդեգեներատիվ պրոցեսներ։ Մեխանիզմը բավականին պարզ է, CO2-ի մակարդակի բարձրացումն ուղղակիորեն ազդում է կոգնիտիվ կարողությունների վրա, արդյունավետորեն ծրագրավորելով մարդու, որպես կենսաբանական տեսակի դեգրադացումը։ Կանխատեսումները հուշում են, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ամբողջ բնակչության մինչև 90%-ը կարող է տառապել ծանր նյարդաբանական խանգարումներով։ Այս խնդիրը ամեն դեպքում պետք է լուծել։ Դա վերաբերում է այս մոլորակի յուրաքանչյուր մարդուն, դա վերաբերում է մեր երեխաներին և մեր թոռներին։ Պլաստիկից ամբողջովին հրաժարվելն այս պահին իրատեսական չէ, քանի որ այն լայնորեն օգտագործվում է մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմնական խնդիրը ոչ թե պլաստիկի տոտալ արգելումն է, այլ դրա հեռացման տնտեսապես շահավետ մոդելի ստեղծումը։ Հակառակ դեպքում միակ մակրոտնտեսական օգուտը կլինի մարդկության աստիճանական դեգրադացիան և ոչնչացումը։ Հիմա պատկերացրեք, որ այն ամենին, ինչ արդեն տեղի է ունենում, մթնոլորտային CO2-ով անվերահսկելի հագեցվածությանը, նանոպլաստիկով աղտոտմանը, բնական կատակլիզմներին, ավելանա նաև Սիբիրյան մագմատիկ փետուրի աղետալի ժայթքումը։ Նույնիսկ եթե փետուրի միանգամից պայթյունը չհանգեցնի բոլոր կենդանի էակների ակնթարթային մահվան և տեղի ունենա դրա աստիճանական ժայթքումը, մեծ ծավալով լավայի ժայթքումների հետևանքները կմեծանան և կվատթարանան։
Նույնիսկ եթե որոշ ժամանակով Ռուսաստանի ծայրամասերում կյանքը պահպանվի, այն բանից հետո, երբ Սիբիրը դադարի գոյություն ունենալ, ողջ մնացածների համար կյանքը կվերածվի դժոխքի։ Լավայի նման վիթխարի ժայթքումները կհանգեցնեն մթնոլորտի գերհագեցմանը ածխաթթու գազով, ինչը աղետալի հարված կհասցնի երկրի կենսոլորտին։ Մագմատիկ օջախում ճնշումը աստիճանաբար նվազեցնելու փոխարեն, ինչպես դա կարող էր տեղի ունենալ վերահսկելի գազազերծման գործընթացում, լավայի արտահոսքը տեղի կունենա լայն ճակատով, թաղելով Սիբիրի տարածքը տոննաներով լավայի հոսքերի և մոխրի շերտերի տակ, ինչպես դա տեղի ունեցավ 250 միլիոն տարի առաջ սիբիրյան տրապների ձևավորման ժամանակ։ Մոխրի և գազերի արտանետումները մարդկությանը կդնի գոյատևման եզրին այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Պերմի մեծ ոչնչացման ժամանակ, երբ ոչնչացավ ծովային կենդանական աշխարհի 90%-ը և ցամաքային կենդանական աշխարհի 70%-ը։ Գերհագեցումը բույսերի և օվկիանոսների կողմից արտազատած CO2-ով, նույնիսկ մի փոքր աճելու դեպքում, արդեն ազդում է մարդկանց առողջության վրա և արագացնում էկոհամակարգերի ոչնչացումը, իսկ հաշվի առնելով ջերմային էներգիան, որը կշարունակի մտնել մթնոլորտ, զուգորդված մոխրի և աերոզոլների արտանետումների հետ, ապա արդյունքները կլինեն աղետալի։ Կպահպանվի, արդյոք, կյանքը մոլորակի վրա։ Հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող խնդիրները, պլաստիկով աղտոտվածությունը և մեռնող օվկիանոսը, մենք անխուսափելիորեն կկործանվենք։ Եթե Սիբիրյան փետուրի միաժամանակյա պայթյուն տեղի ունենա, ապա Սիբիրից գաղթելը արդեն ուշ կլինի։ Նրանք, ովքեր կհայտնվեն ոչնչացման գոտում, անմիջապես կմահանան։ Մարդկությունը կկործանվի, բայց այդ դեպքում պլաստիկը կդադարի մեզ համար խնդիր լինել։ Այն կվերանա մեզ հետ միասին։ Բայց կա մեկ այլ ճանապարհ՝ վերահսկվելի գազազերծումը։ Այդ գործընթացը կարող է փրկել մեր աշխարհը, եթե այն համալրվի օվկիանոսի մաքրմամբ։ Սակայն ռուսական մամուլում մեկնաբանություններ են հայտնվում, այսպես կոչված, մասնագետների կողմից, թե իբր Սիբիրյան փետուրի սպառնալիք չկա, քանի որ փետուրներն իբր դանդաղ են շարժվում և բարձրանում են տարեկան 4 սանտիմետրով։ Ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, գործընկերներ, բայց ձեր բոլոր հաշվարկները, թե որքան արագ են բարձրանում մագմատիկ փետուրները, հիմնված են միայն տեսական մոդելների և փետուրների ժամանակակից կայուն կառուցվածքների դիտարկման վրա։ Որտեղից է առաջացել այն գաղափարը, որ իբր փետուրները բարձրանում են տարեկան մի քանի սանտիմետր։ Դուք միայն նայում եք նախորդ ժայթքումներից առաջացած սառած լավայի շերտերին, բայց դրանից հնարավոր չէ եզրակացնել, թե մինչ այդ որքան արագ է շարժվել թիկնոցում գտնվող մագմայի փետուրը։ Դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան արագ են բարձրանում փետուրները, հենց որ ձևավորվում են։ Եվ ավելի կարևոր է, որ Երկիրը նախկինում երբևէ չի բախվել թիկնոցի փետուրի միաժամանակյա վերելքի և ներթիկնոցային ժայթքումների ավելացման հետ։ Ներկայումս Երկիրը գտնվում է արտակարգ պայմաններում, որոնց մեր մոլորակի երկրաբանական պատմությունը նախկինում երբեք չի հանդիպել։ Նայեք ձեր իսկ սեյսմոտոմոգրաֆիային։ Միջուկի մոտ հալած նյութը, այսպես կոչված, LLSVP գոտիները աճում են ձեր աչքերի առաջ։ Թույլ տվեք պարզաբանել, թե ինչ է նշանակում LLSVP գոտիներ։ Սրանք երկրի միջուկում հալված նյութի զանգվածային շրջաններ են, որոնք հայտնաբերվում են շնորհիվ այն բանի, որ սեյսմիկ ալիքներն ավելի դանդաղ են անցնում դրանց միջով, քան թիկնոցի մնացած մասով։ Դուք ստիպված եք անընդհատ բացատրել, որ այս գոտիների չափերը նախորդ հաշվարկներում թերագնահատվել են, բայց իրականում այդ գոտիների աճը ցույց է տալիս, որ թիկնոցի հալման գործընթացը տեղի է ունենում անողոք տեմպերով։ Երկրաբանական ժամանակի չափանիշներով թիկնոցի աներևակայելի արագ հալումը այն պայմանն է, որ Սիբիրյան փետուրը ընդամենը մի քանի տասնամյակների ընթացքում վեր է բարձրացել ընթերքից, հակառակ ձեր տեսական հաշվարկների։ Թիկնոցի արագացված հալեցումն իր հերթին ուղեկցվում է ներթիկնոցային պայթյուններով, որոնք դուք գրանցում եք որպես խորը ֆոկուսային երկրաշարժեր, և դրանք տեղի են ունենում ոչ միայն սալերի եզրերին, այսպես կոչված սուբդուկցիայի գոտիներում, այլև այդ գոտիներից շատ հեռու։ Պարզապես հաշվարկեք, թե որքան հզորություն պետք է ունենան այդ ներթիկնոցային պայթյունները, որպեսզի դրանք տեղի ունենան 500-ից 600 կմ հաստույթ ունեցող թիկնոցի հսկայական ճնշման տակ։ Եվ հիմա, այդ ներթիկնոցային պայթյունների քանակը աճում է երկրաչափորեն, ինչը պայմանավորված է միջուկից թիկնոցի տաքացմամբ և լիտոսֆերային թիթեղներից ջերմությունը հեռացնելու օվկիանոսի գործառույթի խաթարմամբ։
Եվ արդեն 6 տարի անց խորը ֆոկուսային երկրաշարժերը կարող են կտրուկ դադարել, երբ թիկնոցի ամբողջ նյութն ամբողջությամբ հալվի։ Եվ հետո երբ այն ամբողջովին հալվի, մենք կտեսնենք երկրաբանների համար անսպասելի նոր գործընթացներ, այն է մայրցամաքների կտրուկ եւ արագ տեղաշարժը։ Փխրուն երկրակեղևը կսկսի շատ ավելի արագ սահել ասթենոսֆերայի երկայնքով, քան հնարավոր է պատկերացնել։ Իսկ թե ինչով է ուղեկցվելու թիթեղների այս շարժումը, դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք՝ մեգաերկրաշարժերով։ Այսպիսով, վերադառնալով մագմատիկ փետուրի բարձրացման արագությանը, ես կնշեմ, որ այժմ այն արդեն գտնվում է երկրակեղևում եւ արագորեն հալեցնում է այն հսկայական տարածքի տակ, փորձելով դուրս պրծնել դեպի մակերևույթ։ Եվ մագմայի կողմից ընթերքի հալման արագությունը հասկանալու համար ես կբերեմ հայտնի օրինակ։ Մեր ժամանակակից պատմության մեջ արդեն կան նախադեպեր, երբ մագման ամենակարճ ժամանակում վեր է բարձրացել երկրակեղևի միջով։ Հիշեք, երբ Բրանսֆիլդի նեղուցում 2020-2021 թվականներին 15 կիլոմետր երկրակեղևից 10 կիլոմետրը այրվեց ակտիվ մագմայի կողմից ընդամենը 6 ամսվա ընթացքում։ Այնուհետև մագմայի վերելքն ուղեկցվեց 85,000 երկրաշարժով, և 6 ամիս անց մագմային մնացել էր ընդամենը 5 կիլոմետր, մինչև ծովի հատակը ճեղքելը։ Խորը թիկնոցն իր ծայրահեղ ջերմաստիճաններով ընդլայնվում է ծավալով, մեծացնելով ճնշումը երկրակեղևի վրա։ Հիմա հիշեք, թե ինչ հսկայական ճնշում է գործադրվում այժմ արևմտյան և արևելյան Սիբիրի տեկտոնական կառույցների վրա, եթե այդ կառույցների եզրերին սեյսմիկությունը շարունակում է աճել։ Ինչ վերաբերում է պնդումներին, որ փետուրը պետք է տեսանելի լինի Սիբիրի տակ գտնվող սեյսմիկ տոմոգրաֆիայի մոդելներով, դուք հիանալի գիտեք, գործընկերներ, որ բավարար տվյալներ չունեք այս տարածաշրջանի համար հուսալի սեյսմիկ տոմոգրաֆիայի պատկեր կազմելու համար։ Թե դիտմամբ եք ստում ձեր հոդվածներում։ Էլ չենք խոսում այն մասին, որ դուք ապավինում եք 30 և ավելի տարիների ընթացքում հավաքագրված տվյալների վրա, որոնք խեղաթյուրված պատկեր են ստեղծում, մի տեսակ չուպակաբրա իրական պատկերի փոխարեն։ Թույլ տվեք մեկ անալոգիա բերել։ Դա նման է նրան, որ ասենք երեխային տեղավորել եք MR տեսկաների մեջ և արագ սկրինինգ անելու փոխարեն, թողել եք նրան այնտեղ 30 տարի, մինչև որ նա այնտեղ մեծացել է, դարձել հասուն մարդ։ Հետո վերցնում եք այդ MRT-ի բոլոր նկարները և հանում դրանց միջինը։ Ի վերջո, դուք կստանաք Ֆրանկենշտեյնի նման մի բան, ինչպիսին են ձեր սեյսմիկ մոդելները, որոնք բացարձակապես չեն արտացոլում վերջին 30 տարիների ընթացքում Սիբիրյան փետուրի գլխի արագ փոփոխություններն ու աճը։ Դադարեք զբաղվել անհեթեթություններով։ Որոշ ռուս լրագրողներ ասում են, որ ես հղում եմ անում իբր ոչ կոմպետենտ աղբյուրներին, բայց իմ նախորդ ուղերձներից մեկում ես հատուկ հղում եմ կատարել ռուս գիտնականների գիտական աշխատանքներին։ Այսպիսով, ինչու՞մ է ձեր խնդիրը, լրագրողներ։ Միթե դուք ձեր իսկ ռուս գիտնականներին նրանց պաշտոնական գիտական հետազոտությունների հետ մեկտեղ համարում եք ոչ կոմպետենտ, թե իրական խնդիրն այն է, որ միայն FSB-ն է որոշում, թե ով է կոմպետենտ, անտեսելով գիտությունը, ողջախոհությունն ու սեփական բնակչության անվտանգությունը։ Ես չեմ սպասում, որ կլինի իմ հայտարարությունների պաշտոնական հաստատումը կամ հերքումը։ Որովհետև ցանկացած պաշտոնական հայտարարություն, նույնիսկ եթե դա լինի իմ հնչեցրած ճշմարտության ժխտումը, միայն ավելի մեծ ուշադրություն կգրավի դեպի այդ տեղեկատվությունը։ Եվ արդյունքում Ռուսաստանի քաղաքացիները, համադրելով բոլոր փաստերը, կհասկանան, որ ճշմարտությունն ասում եմ ես, այլ ոչ թե իրենց իշխանությունները։ Բայց ռուսական իշխանությունների համար դա անթույլատրելի է։ Եթե ռուս ժողովուրդը իմանար իրական իրավիճակի մասին, եթե իմանար այն, ինչ գիտի իր ղեկավարությունը, Սիբիրում ոչ մի մարդ չէր մնա։ Ալլատրայի կամավորներին և ինձ հաճախ են հարցնում. ինչպես եք ապրում, իմանալով այս ամբողջ տեղեկատվությունը։ Հատկապես, երբ այն իրադարձությունները, որոնց մասին մենք զգուշացրել ենք, սկսում են ծավալվել իրականության մեջ։ Նախկինում մենք փորձում էինք դա բացատրել բառերով։ Բայց հիմա դուք հնարավորություն կունենաք հասկանալ դա սեփական փորձով։ Երբ դա տեսնեք ձեր սեփական աչքերով, ինքներդ կզգաք, թե ինչ է նշանակում նման գիտելիքով ապրելը։
30 տարի առաջ մենք Ալլատրայի գիտնականներս ստանձնեցինք գլոբալ կլիմայի և գեոդինամիկ փոփոխությունների պատճառները բացահայտելու պատասխանատվությունը։ Մենք լայնածավալ միջդիսցիպլինար հետազոտություն ենք անցկացրել, բացահայտել ենք պատճառահետևանքային կապերը և մատնանշել ենք հնարավոր լուծումները։ 10 տարի առաջ Ալլատրայի կամավորներն իրենց վրա պարտավորություն են վերցրել այս տեղեկատվությունը հասցնել համաշխարհային հանրության ականջին։ Ես ևս միացա կամավորների այս առաքելությանը։ Այնուամենայնիվ, մենք երբեք պատասխանատվություն չենք ստանձնել կանգնեցնելու կլիմայական կոլապսը։ Մենք չէ, որ պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք մատնանշում ենք ախտորոշումը և առաջարկում ենք լուծումը։ Ինչպես բժիշկը, ով հիվանդին տեղեկացնում է լուրջ հիվանդության մասին և ցույց տալիս ապաքինման ուղին։ Մենք չենք կարող լուծել աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական հարցերը, ուստի լուծումների իրականացման պատասխանատվությունը մի գցեք մեր վրա։ Դա մեր հնարավորություններից վեր է և մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունը միաժամանակ և պարզ է, և դժվար ճշմարտությունը հասցնել մարդկանց։ Այո, դժվար է, բայց մենք Ալլատրայի կամավորների հետ միասին չենք ընտրել հեշտ ճանապարհ։ Մենք ընտրել ենք ազնիվ ճանապարհը։ Մենք գիտեինք, որ թանկ ենք վճարելու ճշմարտության համար։ Ռուսաստանում Ալլատրայի կամավորներն արդեն բանտերում են։ Ուկրաինայում կամավորները ենթարկվում են քրեական հետապնդման FSB-ի գործակալների և նրանց հանցակիցների կողմից։ Նրանց նպատակը մեզ լռեցնելն է, բայց եթե անգամ մենք լռենք, սիբիրյան քաղաքները կանգուն չեն մնա, և Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիները չեն հայտնվի անվտանգության մեջ։ Քանի դեռ գոյություն ունի սիբիրյան փետուրի ժայթքման սպառնալիքը, աշխարհը դատապարտված է։ Այս հայտարարությունը փոխաբերություն չէ, դա գիտական փաստ է, ընկերներ, փաստերը պակաս իրական չեն դառնում միայն այն պատճառով, որ դուք հրաժարվում եք դրանք ընդունել։ Երբ սկսվի սիբիրյան փետուրի անվերահսկելի ժայթքումը, լինի դա պայթյուն, թե աստիճանական բռնկում, դա կհանգեցնի բնակչության գլոբալ միգրացիայի։ Աշխարհի բնակիչների կեսը կտեղափոխվի Սիբիրից հնարավորինս հեռու, փախչելով այլ մայրցամաքներ։ Այս սարսափելի գործընթացը գրեթե անխուսափելի է ռուսական իշխանությունների կողմից վերահսկելի գազազերծում իրականացնելուց հրաժարվելու պատճառով։ Բայց ավելի շատ ռուսական իշխանությունները վախենում են ներքին միգրացիայից։ Նրանք շատ են վախենում, որ սիբիրյան փետուրի մասին տեղեկատվությունը կհասնի հանրությանը, քանի որ Ռուսաստանի ցանկացած ողջամիտ բնակիչ, իմանալով ճշմարտությունը, կանի ամեն ինչ, որպեսզի հեռանա երկրից։ Իսկ Սիբիրից նույնիսկ վերջին հիմարը ոտքով կգնա, միայն թե այնտեղ չմնա։ Ռուսական իշխանությունները հասկանում են, որ եթե նման արտագաղթ սկսվի, դա կհանգեցնի իրենց տարածքից կապիտալի զանգվածային արտահոսքի և, ամենակարևորը, անձնական եկամուտների կորստի, ինչից նրանք ավելի շատ են վախենում, քան միլիոնավոր մարդկանց անխուսափելի մահից։ Նրանք կանեն ամեն ինչ դա կանխելու համար։ Ռուսաստանի կառավարության համար անձնական եկամուտների կորուստը ավելի աղետալի է, քան միլիոնավոր մարդկանց անխուսափելի մահը։ Բայց կյանքի համար արժե պայքարել։